Փոխարեք։ Չինի դու կաստը։ Այլ ես կամ։ Հիմնի բառը Իտալիայի դրոշը։ Իտալիայի սահմանադրության 12-րդ կետում նշվում է, որ Իտալիայի երագույն մի դրոշ է, որի վրա կան 3 գույներ՝ կանաչ, սպիտակը և կարմիր։ Իսկ Իտալիայի զինանշանը մի պսակի մեջ մի աստղ է, որը սպիտակ գույն է և եզրը գծված է կարմիր գույնով։ Իտալիայի հիմնի բառերը գրվել են քիչ ավելի շուտ, քան հիմնի երգ, և երգը գրվել է Լավ, հիմա վայելենք հիմնել երկու րոպե։ Իտալիայի պատմությանը։ Իտալիայի պատմությանը։ հիմնադրվել է Քրիստոսից առաջ 753 թվականին։ Իտալիան եղել է մասնատված է եղել պետությունների, որը 1870 թվականին Ջուզեպպե Գարիբալդին միավորել է մեկ ընդհանուր պետության մեջ։ 1922 թվականին ավելի շուտ քան Գերմանիայում ֆաշիստները անցել են պետության գլուխ և գլխավորել է Մուսոլինին այդ Կան շատ նշանավոր կառույցներ, որոնք դեռ պահպանվել են Քրիստոսից առաջ։ Շատ նշանավոր է Կոլիզեը, որը 2007 թվականին հիմնադրվեց 7 հրաշալիքներից մեկը վերևում։ Շատ նշանավոր քաղաք է Վենետիկը, արվեստների քաղաք, որտեղ փողոցների փոխարինում են ջրանցքները և ամբողջ տները բացված են տարբեր գույներով։ Հայրը Իտալիայում ներկայացել 5-ից 7-րդ դարերում պատերազմի ժամանակ։ Հակոբ Մեղապարտը 1512 թվականին տպագրել է առաջին տպագիր հայկական գիրքը ու խատագիրքը։ Այժմ Իտալիայում բնակվում է շուրջ 3000 հայ, որոնցից ամեն մեկը զբաղվում են տարբեր արվեստներով և տարբեր այլ աշխատանքներով։ Մի քիչ է Իտալիայում հարավային Եվրոպայում հայտարարական թերակղզին և Նիժերգավան ծովի երկու ամենամեծ կղզիները Հաիթիան և Սարդինիան, գործող հրաբուխներն են Էտնան և Վեզուվը, խոշոր քաղաքներն են Միլանը, Վենետիկը, Թուրինը, Ջենովան, մայրաքաղաքը Հռոմն է, բնակչությունը մոտավորապես 60 միլիոն մարդ։ խոշոր քաղաքները Միլան, Նեապոլ, Ջենովա, Վենետիկ։ Իտալիայի կրոնը։ Սոնը պապահրմը։ Քրիստոնեությունը Ռոման տարածվել է դրա առաջին դարում, այն դուրս է եկել Երուսաղեմից, տարածվել է Անտիոքիայում և Ալեքսանդրիայում։ Քրիստոնեությունը սկսել են դավանել դեռևս 64 թվականին և Տակտիկոսը գրել է, որ հռոմեական մեծ հրդեհում մեղքին գործը նաև քրիստոնեությունը և Ներոն կայսրը պատժել է նրանց և այդ ժամանակվանից սկսել է քրիստոնյաների հալածանքը։ Առաջին հալածանքը տեղի ունեցել Գալայի մարզեր քաղաքում 177 թվականին, իսկ ապա նաև Դիոկլետիանոս արքայի կողմից 303-ից 311 թվականներին եղել է վերջին հալածանքները, իսկ արդեն 313 թվականին Կոնստանտին առաջին մեծ թագավորի կողմից արդեն թույլատրվում է քրիստոնեության դավանումը, իսկ 357 թվականին Թեոդորոս առաջին մեծ թագավորը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ 5-րդ դարից հետո արդեն ովքեր չէին հալածում քրիստոնեությունը, ովքեր չէին դավանում քրիստոնեությունը, խստի հալածում էին։ Ֆուտբոլը։
Սալիկոսոնը հովանես, Սալիկոսոնը մինչև ճանաչման հա, համենա Իտալիայի ազգային հավաքականը ներկայացնում է Իտալիան ֆուտբոլի հավաքականը ազգային մրցաշարերում եւ ընկերական հանդիպում է աշխարհի քաղաքի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, եվրոպական չեմպիոն։ Իտալիայի ֆուտբոլն ունի հարուստ պատմություն, որի արդյունքները սկիզբ են առնում Միջնադարյան կալչո խաղից։ Միջնադարյան Իտալիայում ամենատացող թիմային խաղերից է կալչո խաղը, որի կանոնները գրվել են դեռևս 1580 թվականին, ըստ այդ կանոնների խաղը անցկացվում է 50-100 մետրանց հատուկ դաշտերում եւ մրցում են երկու թիմ։ 1910 թվականների մայիսի 5-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրում եւ Միլան մարզումների է հրավիրում իտալական ակումբների 22 լավագույն ֆուտբոլիստերին, քանի որ այն ժամանակ գոյություն չուներ պրոֆեսիոնալ մարզիչ հասկացությունը, այն ժամանակ առաջին խաղերին պատրաստում էր տեխնիկական հանձնաժողովի ղեկավար, մասնագիտությամբ փաստաբան Ումբերտո Մեացանը, դա է պատճառը, որ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կոչում են, առ այսօր կոչում են տեխնիկական կոմիսար։ 10 օր հետո մայիսի 15-ին անցկացվում էր առաջին խաղը Ֆրանսիայի ընտրանու հետ, հանդիպումն անցկացվում է Միլանի Չիվիկո արենա մարզադաշտում, որտեղ հանդիպան 13-րդ րոպեն հաշիվը բացում է Լանան եւ գրանցելով Իտալիայի առաջին պատմական գոլը եւ հանդիպումն ավարտվում է 6-2 հաշվով։ 1912 թվականին Հունգարիայի հետ խաղում նա ներս է մտնում կապույտ համազգեստով եւ դրանից հետո է ստանում է կապույտի մականունը։ Իտալիայի առաջին պաշտոնական մասնակցությունը եղավ Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում, որտեղ ավարտեց ոչ բարեհաջող, սկզբում նա պարտեց 2-3 հաշվով ֆիններին, իսկ հետո 5-1 հաշվով Ավստրիային։ Իտալիայի հզոր թիմերից են Միլանը, Յուվենտուսը, Ռոման, Նապոլին եւ այլն։ Իտալիայի լավագույն խաղացողներն Մարիո Բալտելի, Ջանլուիջի Բուֆոն, Դանիելե Դե Ռոսի, Ստեֆան Էլ Շարաֆի, Անդրե Միրլո եւ Տոտի իտալացի ֆուտբոլիստ հանդես է գալի Ռոմայում թիմի խորհրդանիշ եւ ավագ 2006 թվականին Տոտիի շնորհիվ Իտալիան դարձավ աշխարհի չեմպիոն։ Մարիո Բարվա Բալտելի Գանայում ծնված իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող Իտալիայի ազգային հավաքականի եւ Միլան ակումբի խաղացող։ Միլանը հանդես է գալի հենց Միլան քաղաքից, հանդես է գալիս A սերիայում 1889 թվականին 5 անգլիացիների կողմից հիմնադրվեց եւ ըստ Fox ամսագրի 2012-ին նա եղել է իտալական ամենահարուստ թիմը եւ ընդգրկվել է 10 ամենահարուստ ֆուտբոլների ցանկում 1989 միլիոն ամենաարժեքով։ Ռոմա կամ Ռոմայի սպորտային միությունը պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ տեղակայված Ռոմ քաղաքում, ակումբը հիմնադրվել է 1920 թվականին Իտալո Ֆոշի կողմից, այդ նույն թվականից հանդես է գալիս իտալական A սերիայում 9 անգամ դարձել է Իտալիայի գավաթակիր եւ 2 անգամ սուպեր գավաթակիր։ Ավանդույթները եւ սովորներ։ Սալիտո, Սոնաննա, Սոնեյլե։ Իտալիայի տոները։ Սուրբ ծնունդը։ Իտալիայում Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ին։ Նրանք այդ օրը զարդարում են փողոցները ծաղիկներով, տոնածառներով։ Հռոմի հրապարակում դրվում է մեծ տոնածառ, որը նույնպես զարդարում է խաղալիքներով եւ ծաղիկներով։ Նրանք այդ օրը գնում են եկեղեցի պատարագի, բայց որոշ ընտանիքներ ցանկանում են նշել այդ օրը ընտանիքում եւ գնում են նրանք հաջորդ օրը եկեղեցի։ Նրանք եվրոպացիները Իտալիայում իտալացիները ունեն անսովոր տոներ, որը անսովոր է եվրոպացիների համար։ Օրինակ երեխաների մկրտության օրը գիշերը երբ երեխաները քնում են, գալիս է բաբուգիկան եւ նրանց գուլպաների մեջ թողնում է նվերներ։ Եթե երեխաները իրենց լավ են պահել, ապա նա թողնում է չիրմիր եւ այլ հաճելի նվերներ։ Իսկ եթե իրենք վատ են պահել, ապա թողնում է ասեղներ եւ սոխ։ Նոր տարին Իտալիայում նշում են հունվարի 6-ին։ Ըստ ավանդության այդ գիշերը գալիս է կախարդական ավետարանը, գալիս է ծնար տատիկը եւ նվիրում են այն երեխաներին, ովքեր իրենց լավ են պահել, նվիրում են քաղցրավենիքներ, իսկ այն երեխաները, ովքեր իրենց լավ չեն պահել, մախին եւ մի թուրացում են նվիրում։ Իտալացիները ունեն այսպիսի ավանդույթ, նրանք նոր տարում իրենց իրերը դեն են նետում պատուհանից, այսինքն նրանք ինչքան իր նետեն, այնքան ավելի շատ նոր կունենան եւ ավելի երջանիկ ու հարուստ կլինեն։ Պատկերացնում եք ինչ կլիներ, եթե ինչ-որ մեկը որոշել այդ օրը դուրս գալ ման գալու։ Այդ օրը նրանք
Երբ որ դեր են նետում, նրանք այդ օրը համարում են երջանկության օր եւ այն ընկերներին, ում ոչ են հասցրել նվեր նետել, նրանք ջուրել նետում եւ ձիթապտղի ջուր, որը նշանակում է երջանկության նշան։ Ամուսնություն։ Ամուսնությունը Իտալիայում սովորաբար սկսվում է ընտանիքների միջև համաձայնությամբ։ Նրանք ամուսնության օրը սկսվում է հարսնացուի հագուստի հարսնացուին հագցնելու ծիսակատարությամբ։ Նրանք այդ օրը ճանապարհում են եկեղեցի, զույգը ճանապարհվում է եկեղեցի երկուսով եւ մարդիկ իրենց համար խոչընդոտներ են ստեղծում ու եթե հարսնացուն ավելը վերցնում է իր դիմաց ընկած, ապա նա լավ կմաքրի տունը, եթե օգնում է իր դիմաց ընկած երեխային, ապա նա լավ մայր կդառնա։ Ամուսնության օրը նշանակելուց նրանք կարող են ընտրել տարվա ցանկացած ժամանակ, բացի մայիս ամսից եւ մեծ պասի օրից, այդուհանդերձ վատ նշան է համարվում, եթե նրանք ամուսնության օրը ընտրեն երեքշաբթի կամ ուրբաթ օրը։ Անսովոր տոներ։ Իտալիայում կան շատ անսովոր տոներ եւ որոշ գործարաններ ընդունել են, որ պետք է նշեն ընդամենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի եւ կաթողիկ եկեղեցու ընդունած տոները։ Իտալիայում կան անսովոր տոներ 250 հատ։ Իտալիայի այդպիսի տոներից են օրինակ կատուների օրը հոկտեմբերի 27-ին եւ բայց պետք է խառնել սև կատվի օրի հետ, որը նշվում է նոյեմբերին։ Նաեւ կան այնպիսի տոներ, որոնք նշվում են կառավարության բարձրագույն խորհրդի ներքո։ Այդպիսի օրերից են պիցայի օրը նոյեմբերի 17 եւ նաեւ սպագետի օրը հոկտեմբերի 25։ Տարանտելան Տարանտելլան սովորաբար նվագում են գիթառով կամ տամբուրինով։ Տարանտելան նշանակում է մի բառ, որը կատարվում է մի քանի անգամ կրկնություններով։ Տարանտելա բառի անունը հայտնվել է նրանից, երբ որ տարանտուս արդեն խայթել է եւ այդ հիվանդությունները կոչվում են տարանտիզմ։ Տարանտիզմը այսպես ասած գժության նշաններ են եւ նրանք այդ բառը նվագում էին, երգում էին, որպեսզի մարդը լավանա։ Իսկ հիմա մենք կներկայացնենք այդ տարանտելայից մի հատված։ Իտալացի հայտնի մարդիկ շատ են, բայց կտկարկեմ մի քանիսով։ Օրինակ Ամերիկո Վեսպուչին, ով եղել է հայտնի ճանապարհորդ, Գալիլեո Գալիլեյ, գիտնական, Տոտո Կոտրունյան, երգիչ եւ կոմպոզիտոր, Հայտնի հերթված ենք։ Մարկո Պոլոն հայտնի ճանապարհորդ, Ջակոմո Կազանովան, Որից հայտնի են իր մեմուարները, որ թողել է։ Դոնատելլոն, Լեոնարդո դա Վինչին հայտնի իտալացի նկարիչ, Անտոնիո Ստրադիվարին հայտնի ջութակահար, Անտոնիո Սալիերին, որը հայտնի է իր հակամարտությամբ, Նիկոլո Պագանինին, ջութակահար, Վիվալդին, հայտնի ջութակահար, Ջուզեպպե Վերդին, կոմպոզիտոր, Գուլյեմո Մարկոնին, Անտոնիո Կլեմենտը, Ֆերարին, որը հենց ոնց Ֆերարի հայտնագործող ստեղծողն է, Ռոսին հայտնի մոտոցիկլիստ, Էնրիկո Կարոսոն, Լուչիանո Բավարոցին,
դերասան, հայտնի դերասանուհի, Ադրիանա Չիլինտանոն, հայտնի դերասան եւ երգիչ։ Un momento. Señoritas. Susana. Սոֆի Լորենը հայտնի դերասանի եւ երգիչ է։ Տոտո Կոպունյան, նույնպես հայտնի կոմպոզիտոր եւ երգիչ։ Միշել Պլատիդոն, դերասան, Մարիո Մոնիչելի, հայտնի ռեժիսոր է, որը ստեղծել է հատուկ այդ իտալական կոմեդիայի ժանրը։ Պաշյան, հայտնի, Սիլվո Բերլուսկոնի, ոչ պակաս հայտնի նախագահ։ Gianni Versace, հայտնի Versace բրենդի։ Giorgio Armani, Roberto Cavalli, Domenico Dolce եւ Stefano Gabbana, Նոչա Պրադա, Կարլա Բրունի, որը ինչպես գիտենք Սարկոզիի կինն է, Monica Bellucci, Հոհանոցը։ Սալյուտ, Սոնա Լիդիա, ես ներկայացնում եմ իտալական խոհանոցը։ Իտալական խոհանոցը իր բազմազանությամբ